Մի պահ պատկերացրեք, որ մի երկրի ողջ կառավարումը, նրա ուժային համակարգը եւ դրամաշնորհային հոսքերը կախված են մի մարդու կենսաբանական աստղից։ Դա կարող է թվալ կինոսցենար, բայց Արցախում 1992 թվականին հենց դա էր տեղի ունենում։ Երբ 33-ամյա Արթուր Մկրտչյանը ստանձնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը, նա դարձավ ոչ միայն խորհրդարանի առաջնորդը, այլև սիմվոլը, մարդ, որի հետ բոլորն ասոցացնում էին դաշնակցական գիծը, ազգային շարժման հոգին եւ հակառակությունը ուժային կլանային համակարգին։ Բայց երբ Մկրտչյանը 1.5 ժամում մահացավ իր սեփական բնակարանում, ապրիլի 14-ին, խաղի կանոնները փոխվեցին։ Ով շահեց իրական իշխանությունը դրանից հետո։ Ինչպես մի մարդու մահը վերածվեց նոր քաղաքական գրաֆիկին։ Այս տեսանյութում մենք պատմելու ենք իրականությունը, որը երբեք չի ասվել բարձրաձայն, որովհետև լռությունը միշտ ավելի կշռադատված է, քան խոսքը։ Ազիվ մի քանի ամիս անց, ուր կառավարությունը դեռ փնտրում էր իր տեղը, ուր Արցախը գտնվում էր պատերազմի մեջ, ուր ուժերը չէին բավարարում նույնիսկ ամենապարզ կարիքները բավարարելու համար, հարցը բարձրացավ. ով է հիմա ներկայացնում խորհրդարանական հողամասը։ Ով է կարող գործել որպես պաշտպանական մեխանիզմ, կառավարությանը, որն այդ պահին հավաքում էր իր ուժերը եւ գործում էր ավելի շատ միֆասադային, քան բազմաքանակային ռազմավարությամբ։ Արթուր Մկրտչյանը այդ պահին հենց դա էր։ Մարդ, որին հավատում էին բազմաթիվ դաշնակցականներ, հավատարմագրված էր որպես շարժման սոցիոլոգիական դեմք, որի արտահայտությունները շատ հաճախ դառնում էին արձագանքի մեխանիզմ։ Արթուր Ասլանի Մկրտչյանը ծնվել է 1959 թվականի փետրվարի 16-ին Գադրութի Ուխտասարի գյուղում։ Խոսքը հատկապես այն Ուխտասարյան գյուղում ծնված մարդու մասին է, որտեղ պատերազմը, ազգային ինքնագիտակցությունը եւ հանրային լարվածությունը միշտ ուշադրության կենտրոնում էին։ Արթուրն էր մեկը, ով նախընտրում էր ոչ թե գաղափարական մանիֆեստացիա գործադրել, այլ գործնական քայլեր կատարել։ 1976 թվականին նա ավարտեց միջնակարգ դպրոցը եւ հետո մտավ Երևանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետ։ Դա էր ժամանակաշրջան, երբ Խորհրդային Միության կառուցվածքներում հարաբերությունների զարգացումը համարվում էր կարիերայի լավագույն նախապատրաստությունը։ 1981 թվականին նա ավարտեց համալսարանը գերազանց արդյունքներով եւ ստացավ նշանակում Սարդարապատի էթնոգրաֆիայի պետական թանգարանի ավագ գիտական աշխատակցի պաշտոնում։ Դա էր ժամանակ, երբ մարդիկ դեռ հավատում էին, որ ազգային մշակույթը կարելի է պահպանել ինստիտուտների մեջ։ Դա էր նաև ժամանակաշրջան, երբ նույնիսկ ամենափոքր ազգային կամ մշակութային բարձրագործությունը դիտվում էր որպես անհրաժեշտություն համաժողովրդական գիտակցությունը բարձրացնելու համար։ 1982 թվականին Մկրտչյանը մտավ Մոսկվայի էթնոգրաֆիայի ինստիտուտի ասպիրանտուրա։ Դա էր պլատֆորմ, որտեղ տեսության ու պրակտիկայի միջև սահմանը կարող էր շատ բարակ լինել։ Ասպիրանտուրայում նա փորձեց կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչպես կարող է մի ազգային համայնք պահպանել իր արմատները, նույնիսկ այն պայմաններում, երբ իշխանությունը փորձում է ստանդարտացնել բոլոր կառուցվածքները։ Դա ոչ միայն ակադեմիական քննարկում էր, այլև իրական ռիսկային ենթատեքստ ուներ։ Մկրտչյանը Մոսկվայում անցկացրեց մի քանի տարի, բայց 1986-ին վերադարձավ Երևան եւ աշխատեց Հայաստանի կրայագիտության եւ էթնոգրաֆիայի ինստիտուտում։ Երբ սովետական համակարգում տեղանքային հետազոտական ինստիտուտները դատարկվում էին, բայց դեռ պահպանում էին իրենց շտաբային ստատուսը, մարդիկ ինչպիսին էր Մկրտչյանը, փորձում էին իրենց գիտելիքները արդյունավետացնել հանրային կարիքների համար։ Դա ճիշտ այն ժամանակաշրջանն էր, երբ Ղարաբաղյան շարժումը սկսեց ձեռք բերել իր առաջին ուժը, եւ երբ մարդիկ դեռ պատկերացում չունեին, թե ինչը պիտի դառնա այդ շարժումը հենց մի քանի տարի հետո։ 1987 թվականին Գադրութում սկսեց ձևավորվել նոր տեսակի լարվածություն։ Մկրտչյանը վերադարձավ իր հայրենի վայր եւ դարձավ Գադրութի կրայագիտական թանգարանի տնօրեն։ Դա չէր միայն համայնքային տնօրեն լինելը, այլև հասկանալը, որ այդ համայնքը պահանջում էր մի տեսակ համակարգային պաշտպանություն։ Մկրտչյանը շատ արագ դարձավ համայնքային հարցերի մեկնաբանողը։ Նա սկսեց խոսել իրավունքների մասին, ազգային ինքլյուսիան մասին եւ կազմակերպել հասարակական դիսկուսիաներ։ Երբ 1988 թվականի փետրվարին Ստեփանակերտում եւ Երևանում մեկնարկեցին բողոքի երթեր, պահանջելով Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին, Գադրութը դարձավ այդ շարժման կարևոր կենտրոնից մեկը։ Փետրվարի 12-ին, երբ Գադրութում տեղի ունեցավ նմանատիպ հանրահավաք, Մկրտչյանը դարձավ այդ հանրահավաքի անձավորումը։ Նա վստահորեն խոսում էր բարձրախոսից
եւ հստակ ներկայացնում էր համայնքի պահանջները։ Դա էր պահը, երբ բազմաթիվ մարդիկ իրականացրին, որ Մկրտչյանը միայն գիտնական չէր, այլև խոսնակ, որը կարող էր արտահայտել հավաքական զայրույթը։ Գադրութում հենց այդ պահից սկսեց ձևավորվել ինքնապաշտպանության մեխանիզմը։ Մկրտչյանը եւ նրա կողմնակիցները կազմակերպում էին ինքնապաշտպանական խմբեր, որոնք հետագայում կդառնային ուժային համակարգի հիմքը Արցախում։ Դա էր ժամանակաշրջան, երբ մարդիկ դեռ հույս ունեին, որ խնդիրը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով։ Բայց արդեն պատրաստվում էին այլ սցենարների։ 1988 թվականի երկրորդ կեսին Հայաստանում եւ Ղարաբաղում արդեն տեղի էին ունենում անհանդուրժող բախումներ, եւ երբ խոսքն էր գնում համայնքային անվտանգության մասին, Մկրտչյանը հստակ հասկացավ, որ պետք է անցնել առավել կոշտ եւ համակարգային ռազմավարության։ Նա դարձավ Արցախյան ինքնավարության շարժման հիմնադիրներից մեկը։ Դա էր այն պահը, երբ փոքր համայնքների ներսում սկսեցին ձևավորվել քաղաքական ստրուկտուրներ, որոնք հետագայում կանցնեին պետական մակարդակ։ 1989 թվականին սկսեցին կազմակերպվել ավելի մեծ հանրահավաքներ եւ ինքնավար մարմիններ։ Մկրտչյանը ընտրվեց որպես տեղական խորհրդի падգամավոր։ Դա նշանակում էր, որ նա այժմ ունի օրինական մանդատ բարձրաձայնելու համայնքի կարիքները եւ դրանք ներկայացնելու հանրապետական ստրուկտուրաներում։ Նա սկսեց կազմակերպել հանդիպումներ Ստեփանակերտում, քննարկելու ինքնավարության հարցը եւ շարժման զարգացման ուղղությունները։ 1990 թվականին խորհրդային կառավարությունը փորձում էր հանգստացնել իրավիճակը, բայց առանց արդյունքի։ Նոր քաղաքական ուժերը արդեն ձևավորվում էին։ Մկրտչյանը միացավ Հայ հեղափոխական դաշնակցությանը, որը այդ ժամանակ սկսել էր վերականգնել իր գործունեությունը Հայաստանում եւ Ղարաբաղում։ Դան համարվում էր միավորող ուժ, որը կարող էր միավորել տարբեր համայնքներից գալիս մարդկանց հենց ազգային գաղափարախոսության շուրջ։ Մկրտչյանի համար դա նշանակում էր ամրապնդում, հասկանալով, որ նա այժմ մի մեծ քաղաքական կառույցի մաս է, որը ունի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կապեր։ Այդ ժամանակաշրջանում Ղարաբաղը դեռ պաշտոնապես մաս էր Ադրբեջանի ՍՍՀ-ի, բայց գործնականում կառավարվում էր մի տեսակ զուգահեռ համակարգով, որը երբեմն համագործակցում էր Երևանի հետ, երբեմն Բաքվի հետ, երբեմն էլ հենց Մոսկվայի հետ։ Դա էր այն բազմապևեռ ու անկայուն ժամանակը, երբ կառավարման համակարգը ներսից քայքայվում էր։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի հայաբնակ մասերը հայտարարեցին անկախության մասին, ստեղծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Դա էր պատմական պահ, բայց նաև պատահական ու բարդ մեկնարկ։ Քանի որ անկախությունը այդ պահին չէր ճանաչված ոչ մի միջազգային ինստիտուտի կողմից, խնդիրը էր, թե ինչպես կառավարել մի պետություն, որը գոյություն ունի միայն սեփական բնակիչների համար։ Դեկտեմբերի 10-ին անցկացվեցին Արցախի առաջին խորհրդարանական ընտրությունները։ Ընտրվեցին 81 падգամավորներ Գերագույն խորհրդ։ Դրանք էին առաջին падգամավորները, ովքեր պետք է ներկայացնեին մի պետություն, որը դեռ փնտրում էր իր իդենտիչությունը։ Մկրտչյանն էր այդ 81 падգամավորների մեջ մեկը։ Նա ընտրվել էր ակնառուորեն լավ արդյունքով, որովհետև համայնքային աջակցությունը նրա նկատմամբ շատ ուժեղ էր։ 1992 թվականի հունվարի 6-ին գումարվեց Գերագույն խորհրդի առաջին նիստը։ Այդտեղ էր, որ պարտավոր էին ընտրել նախագահ։ Սա լինելու էր անձը, ով պիտի ներկայացներ Արցախյան պետականությունը։ Վառներ խորհրդարանական աշխատանքները եւ ամենակարևոր ասպեկտը պահպաներ հավասարակշռությունը խորհրդարանական ու գործադիր իշխանությունների միջև։ Հունվարի 8-ին ընտրվեց 33-ամյա Արթուր Մկրտչյանը որպես Գերագույն խորհրդի նախագահ։ Դա էր անձնավորում, որը հավաքեց աջակցություն ինչպես դաշնակցականների, այնպես էլ այլ խմբերի կողմից։ Հենց առաջին պահից Մկրտչյանը հասկացրեց, որ նա դիտում է այդ պաշտոնը որպես խորհրդարանական ուժի օղակ եւ ոչ միայն ձևական սիմվոլ։ Նա պահանջեց խորհրդարանում ստեղծել կանոնակարգեր, որոնք կապահովեին թափանցիկություն եւ պատասխանատվություն։ Նրա փոխնախագահ նշանակվեց Գևորգ Պետրոսյանը, սակայն այդտեղ էր մի հարցը, որը դեռևս բացված մնաց։ Մկրտչյանը ուզում էր, որ Ռոբերտ Քոչարյանն ընտրվի առաջին փոխնախագահ, ինչը կապահովեր հավասարակշռություն խորհրդարանական ու գործադիր ուժերի միջև։ Սակայն Քոչարյանն անձամբ մերժեց այդ առաջարկությունը։ Նա խոսքեր ասեց, որ դարձավ հիշատակելի։ Ես երբեք չեմ դառնա Արթուր Մկրտչյանի փոխնախագահը։ Սա մի նշան էր։ Քոչարյանն այդ ժամանակաշրջանում ուներ իր թիմը, իր պլանը եւ հասկանում էր, որ խորհրդարանական բլոկում աշխատելը չի համապատասխանում նրա լիդերական հավակնություններին։ 2 օր անընդմեջ բոլոր ազդեցիկ ուժերը փորձեցին համոզել Քոչարյանին, որ նա համաձայնվի, բայց Քոչարյանն անդոր մնաց։
Վերջապես երրորդ օրը նրա դիմադրությունը կոտրվեց, բայց երբ հարցը դրվեց ընտրության, խորհրդի անդամները քվեարկեցին դեմ։ Դա նշանակում էր, որ խորհրդարանը չէր վստահում Քոչարյանին կամ չէր հավատում նրա քաղաքական նպատակների համապատասխանությանը խորհրդարանական ռազմավարության։ Դա նաև նշանակում էր, որ Մկրտչյանը մնում էր առանց մեծ գործնական հենարանի գործադիր համակարգի մեջ։ Սա էր առաջին բանալին հասկանալու համար, թե ինչու հետագայում ստացվեց այն իրավիճակը, որն ստացվեց։ Մկրտչյանը ունենալով իր տեսակետը սկսեց աշխատել խորհրդարանի ներսում, պահպանելու ժողովրդավարական գործընթացները։ Նա հաճախ կազմակերպում էր հանրագումարներ եւ քննարկումներ, տալիս էր հանրությանը հարթակ, արտահայտելու իրենց կարծիքը։ Սակայն մյուս կողմում էր իրականությունը։ Արցախը այդ ժամանակաշրջանում գտնվում էր ինտենսիվ ռազմական գործողությունների մեջ։ Ադրբեջանը կազմակերպում էր հարձակումներ, եւ պաշտպանական ուժերը պահանջում էին ամբողջ ռեսուրսը։ Մի կողմում Մկրտչյանը փորձում էր պահպանել խորհրդարանական համակարգը, իսկ մյուս կողմում ստեղծում էր ուժային համակարգ, որը գործում էր արագ եւ առանց քննարկումների։ Այս հակասությունը զգացվում էր ամենուր։ Խորհրդարանը կարող էր որոշումներ կայացնել, բայց իրենց կատարումը միշտ կախված էր գործադիր համակարգից։ Իսկ գործադիրն այդ ժամանակաշրջանում ձևավորվում էր շատ ավելի հաստատուն, ակնկալելով ճգնաժամային կառավարումը։ Սակայն Մկրտչյանն ուներ այն, ինչը չէր ուներ ոչ ոք այլ։ Նա ուներ հավատարմություն։ Մարդիկ, ովքեր հավատացել էին Ղարաբաղյան շարժմանը իր ակնառու ձևով, հավատում էին Մկրտչյանին։ Տեղական համայնքներում նա համարվում էր դեմքը, որի հետ կարելի էր կապ հաստատել։ Կարելի էր խոսել իրենց խնդիրների մասին։ Դա փաստորեն թույլ էր տալիս Մկրտչյանին պահպանել խորհրդարանական հարթակի ազդեցությունը նույնիսկ այն պահին, երբ գործադիր մեխանիզմներն սկսում էին ավելի ուժեղ դառնալ։ Հունվարի 1-ից մինչև ապրիլ, մոտավորապես 3.5 ամիս, Մկրտչյանը ղեկավարեց խորհրդարանը մի տեսակ ցնցուղի ռեժիմով։ Մի կողմում պատերազմ, մյուս կողմում քաղաքական կազմակերպում։ Նա պահանջում էր, որ գործադիր կառավարությունը հաշվետվություն ներկայացնի խորհրդարանին, որ բյուջեն լինի թափանցիկ, որ ռազմական օպերացիաների մասին տեղեկատվությունը ներկայացվի падգամավորներին, սակայն խորհրդարանը չէր ունեցել միջոցներ իրենց որոշումները կյանքի կոչելու, եթե գործադիրն չէր համաձայնվում։ Մարտի 1.5 ամսում սկսեցին առաջին գործադիր կառուցվածքները կազմակերպվել։ Խոսքը գնում էր ոչ միայն պաշտպանության, այլև հանրապետական բյուջեի, իրավական համակարգի եւ կոմունալ տնտեսության մասին։ Դա էր համակարգը, որը պետք է կառուցվեր զրոյից։ Մկրտչյանը վստահ էր, որ խորհրդարանը պետք է լինի այդ համակարգի հսկիչը, բայց իրականությունը շատ ավելի բարդ էր։ Ապրիլի սկզբին Ադրբեջանի բանակը սկսեց հարձակում Աղդերեի եւ Մարտակերտի ուղղություններով։ Դա էր պահ, երբ պաշտպանական համակարգը պահանջում էր ամբողջական մոբիլիզացիա։ Խորհրդարանում քննարկվում էր, թե ինչպես ապահովել բնակիչների անվտանգությունը եւ միաժամանակ պահպանել քաղաքացիական կառավարման համակարգը։ Մկրտչյանը պնդում էր, որ անհրաժեշտ է ստեղծել մի հիբրիդ համակարգ, որտեղ ռազմական կառավարումը կլինի հստակ ենթակարգված խորհրդարանի հսկողությանը։ Սակայն այս պլանը պահանջում էր ամուր համագործակցություն նրանց միջև, ովքեր պատասխանատու էին պաշտպանության համար։ Ապրիլի մեջտեղին արդեն հասկանալի էր, որ պատերազմը երկարաձգվելու է, որ անհրաժեշտ են օտարերկրյա աջակցություններ եւ որ խորհրդարանական համակարգը միայնակ չի կարող պահպանել անվտանգությունը։ Բայց այդ պահին խոսքը գնում էր նաեւ մի այլ հարցի մասին, թե ով է իրականում սահմանում քաղաքականության ուղղությունը։ Արդյոք դա էր խորհրդարանը, որն ուներ մանդատը, ընտրված լինելով ժողովրդի կողմից, թե գործադիր մեխանիզմները, որոնք ունեին փաստացի ուժը, արագ արձագանքելու ճգնաժամերին։ Մկրտչյանը համոզված էր, որ պատերազմը չի կարող ծառայել որպես բացատրություն պարլամենտական ժողովրդավարությունը զոհելու համար։ Նա հաճախ ասում էր, որ հենց ժողովրդի մանդատից է ծագում ցանկացած իշխանության իրավունքը։ Սակայն փաստորեն, երբ կրակոցները մոտենում են քաղաքներին, երբ մարդիկ վախենում են իրենց ապագայի համար, հարցը դառնում է այլ։ Մարդիկ փնտրում են հաստատակամ ղեկավարություն, ոչ թե սուրթաբրդային քննարկումներ։ Հիմա մենք պետք է խոսենք մի պահի մասին, որը դարձավ Արցախի քաղաքական պատմության կարևորագույն շրջադարձը՝ ապրիլի 14-ը։ Հենց 14-ը դարձավ նշանը, որի վերաբերյալ տասնամյակներ շարունակ մարդիկ հարցեր են տվել։ Ինչպես մահացավ մարդ, որը համարվում էր նման կարևոր անձնավորություն, արդյոք պատահականություն էր, թե նախապատրաստված դեպք։ Ապրիլի 14-ի երեկոյան Մկրտչյանը գտնվում էր Ստեփանակերտում, իր բնակարանում։ Միջոցառում չէր, հանձնաժողով չէր, պարզապես միայնակ ժամանակ։
Մի քանի ժամ հետո նրա մահը հաստատվեց։ Պաշտոնական տարբերակը եկավ համեմատաբար շուտով։ Ասվեց, որ մահացել է տրագիկական հանգամանքներից, որոնք կապված էին անվտանգության թերության հետ։ Հետո եկավ ևս մեկ տարբերակ, որը մեջբերեց, որ նրան սպանել է իր կինը, նախանձից։ Դա էր ասում պաշտոնական տեղեկատվությունը, բայց այդ տեղեկատվությունը համապատասխանում էր իրականությանը, թե դա էր որպես պաշտպանիչ գիծ։ Վկաներ ասում էին, որ Մկրտչյանի բնակարանը ուներ պարտադիր պահպանություն, ուներ անվտանգության չափաներ, եւ հենց ինչ որ մեկը ներս թափանցելը չէր կարող այդքան պարզ լինել։ Հետևյալ հարցը դառնում է. ինչու է պահանջվում նման պաշտպանություն, եթե սպանողը եղավ նրա իսկ կինը։ Երբ Մկրտչյանի մահը հրապարակվեց, ողջ Արցախը սարսափեց։ Մարդիկ չհավատացին։ Հանրահավաքներում լացող մարդիկ պատմում էին, որ Մկրտչյանը համարվում էր հենց դաշնակցական ուղղության խորհրդանիշը, այն մարդը, որի միջոցով կարող էին պահպանվել քաղաքացիական հավասարակշռությունները պատերազմի պայմաններում։ Բայց ով էր շահում նրա մահից։ Երբ մարդ մեռնում է քաղաքական պատմության ամենաճգնաժամային պահին, հարցերը երբեք չեն ավարտվում։ Ապրիլի 14-ի լուրը տարածվեց Ստեփանակերտում եւ ամբողջ Արցախում ընդամենը մի քանի ժամում։ Մարդիկ գալիս էին հրապարակ, պահանջում էին բացատրություններ։ Խորհրդարանի անդամները գումարվում էին արտակարգ նիստի։ Արդեն ուշ երեկոյան հրապարակակազմերի արդյունքում հայտարարվեց, որ Մկրտչյանի մահը տեղի է ունեցել նրա բնակարանում եւ պաշտոնապես դրվում է որպես տրագիկական պատահարք։ Բայց կար մեկ այլ պարզ իրողություն, որը շատերը նկատեցին անմիջապես։ Խորհրդարանի նախագահի պաշտոնը մնում էր անթարգման։ Մկրտչյանի փոխնախագահ էր Գևորգ Պետրոսյանը։ Համաձայն սահմանադրական կարգի, եթե խորհրդարանի նախագահը չի կարող կատարել իր պարտականությունները, ապա դրանք ստանձնում է փոխնախագահը։ Դա նշանակում էր, որ Պետրոսյանը բնականաբար դառնում էր ժամանակավոր նախագահ։ Բայց սակայն կար մի բացատրություն, որը հետագայում դարձավ քննարկվող։ Չկար առաջին փոխնախագահ։ Քոչարյանը մերժել էր այդ պաշտոնը եւ հետո խորհրդարանը քվեարկել էր դեմ։ Հետևաբար կառուցվածքում կար միայն փոխնախագահ Պետրոսյանը։ Պետրոսյանը անձամբ էր տված համարվում որպես մի մարդ, ով ունի բավականին հանդարտ ռեպուտացիա, ով հաճախ աշխատում է ավելի շատ ադմինիստրատիվ աշխատանքների մեջ, քան անմիջական քաղաքական դիսկուրսում։ Նրա դերը խորհրդարանում միշտ եղել է մեկ, ով պատրաստում է օրակարգերը, նիստավարությունները եւ հաշտեցնում է հակասությունները անդամների միջև։ Սակայն նրան այժմ պետք էր ստանձնել լիովին նոր պաշտոն, որտեղ նա պետք է ներկայացներ խորհրդարանական հարթակը մի ամբողջ պատերազմող հանրապետության մեջ։ Ապրիլի 14-ի հաջորդ օրը խորհրդարանը հավաքվեց նիստի։ Այդ նիստում պետք է որոշվեին հետագա քայլերը։ Հարցն այն էր, թե ինչպես պահպանել խորհրդարանական գործունեությունը եւ միաժամանակ համագործակցել գործադիր մեխանիզմների հետ։ Պետրոսյանը ելույթ ունեցավ եւ խոսեց Մկրտչյանի նվիրվածության եւ խորհրդարանական ժողովրդավարության հավատարմության մասին։ Նա նաեւ ասաց, որ խորհրդարանը շարունակելու է գործել իր սկզբունքներին համաձայն։ Սակայն մի բան չէր ասվում բարձրաձայն, բայց զգացվում էր բոլորի կողմից։ Գործադիր ուժը, որ այդ ժամանակաշրջանում գտնվում էր զարգացման փուլում, չէր սպասում խորհրդարանական քննարկումներին։ Պաշտպանական համակարգը, որը հիմնականում համակարգվում էր Ռոբերտ Քոչարյանի եւ նրա թիմի կողմից, արդեն սկսել էր մտածել մի տարբեր կառուցվածքային մոդելի մասին։ Մոդելը, որտեղ որոշումները կայացվում են արագ եւ կենտրոնացված, եւ որտեղ խորհրդարանը գործում է որպես համաձայնեցնող ինստիտուտ, այլ ոչ որպես հիմնական որոշիչ։ Հիմա խոսենք պաշտպանության համակարգի մասին։ Քանի որ Մկրտչյանի մահից հետո պարզ դարձավ, որ անհրաժեշտ է մի ավելի կոշտ ռազմական կառավարում, Ադրբեջանի բանակը գրավել էր մի շարք բնակավայրեր եւ պատերազմը հասել էր մի փուլի, երբ ռազմավարական արագությունը դարձել էր առավելությունը։ Եթե խորհրդարանը շարունակեր պահանջել քննարկումներ յուրաքանչյուր օպերացիայի համար, դա կարող էր դանդաղեցնել ռազմական արձագանքը։ Քոչարյանն այդ ժամանակաշրջանում գործում էր որպես պաշտպանության ոլորտի կարևոր անձ։ Նա չուներ պաշտոնական տիտղոս խորհրդարանում, բայց ուներ համագործակցություն գործադիր կառույցների հետ։ Նա կազմակերպում էր մոբիլիզացիա, կազմում էր խմբերին եւ համակարգում էր զենքի մատակարարումը։ Նրա թիմը ներառում էր Սերժ Սարգսյանին, ով այդ ժամանակ նույնպես ակտիվ էր պաշտպանական հարցերում, ինչպես նաեւ մի շարք այլ անձանց, ովքեր հետագայում դառնալու էին Արցախի եւ Հայաստանի քաղաքական լանդշաֆտի կարևոր կետեր։ Մկրտչյանի մահից մի քանի շաբաթ անց օգոստոսի սկզբին հայտարարվեց նոր իրավիճակ։ Քոչարյանը ստանձնեց երկու պաշտոն միաժամանակ։ Նա դարձավ պետական պաշտպանության կոմիտեի նախագահը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը։
Դա նշանակում էր, որ նա ունի ամբողջ ռազմական եւ քաղաքացիական իշխանության կենտրոնացումը։ Սա էր մի շատ կարևոր փոփոխություն։ Որն էր այդ փոփոխության պատճառը, եթե ոչ Մկրտչյանի բացակայությունը։ Երբ խորհրդարանական նախագահը կար, գործադիրն անկախ չէր կարող այդքան կենտրոնացնել ուժը։ Խորհրդարանը պահանջում էր, որ գործադիր համակարգը հաշվետվություններ տա եւ պահպանի թափանցիկությունը։ Բայց երբ խորհրդարանական նախագահը մահանում է եւ փոխարինումը լինում է որպես ժամանակավոր, ապա գործադիր համակարգը ստանում է առավել ազատություն։ Գործնականում օգոստոսին Քոչարյանը դարձավ ֆակտիկ ղեկավարը Արցախի կառավարման համակարգում։ Նա կազմում էր պատերազմի ռազմավարությունը, նա համակարգում էր միջազգային կապերը, նա նշանակում էր պաշտոնյաներին եւ նա որոշում էր բյուջեի բաշխումը։ Խորհրդարանը կարող էր նիստավարություն անել, քննարկել հարցեր, հաստատել որոշ որոշումներ, բայց ֆակտիկ որոշիչ դերակատարումը տեղափոխվեց գործադիր համակարգ։ Սա չի նշանակում, որ Պետրոսյանը չէր փորձում պահպանել իր դիրքը։ Նա կազմակերպեց մի շարք քննարկումներ խորհրդարանում, հասկանալու թե ինչպես կարող է խորհրդարանը մնալ համապատասխան։ Նա նույնիսկ կազմակերպեց մի պատվիրակություն, որը պետք է ուղևորվեր Միացյալ Նահանգներ, խոսելու Հայ ազգային կոմիտեի հետ եւ ներկայացնելու Արցախի խորհրդարանական հարթակի դիրքորոշումը։ Այդ ուղևորությունը տեղի ունեցավ ավելի շատ սիմվոլիկ նշանակությամբ, քանի որ ամերիկյան կառույցները ավելի շատ հետաքրքրված էին տեսնել, թե ինչ է տեղի ունենում գործադիր համակարգում, ինչպիսի ռազմավարություններ են իրականացվում եւ ինչպիսի աջակցություն են պահանջում։ Պետրոսյանը հետ վերադարձավ Արցախ եւ ներկայացրեց հաշվետվություն, որտեղ ասվում էր, որ միջազգային համայնքը պատրաստ է քննարկելու հնարավոր աջակցություն, բայց նրանց պահանջը էր, որ Արցախը ներկայացնի մի հստակ, միասնական եւ ինստիտուցիոնալ կառուցված համակարգ։ Դա նշանակում էր, որ միջազգային դիտորդները չէին հավատում, որ խորհրդարանը միայնակ կարող է ապահովել այդ ցուցանիշները։ Նրանք ուզում էին տեսնել կառավարություն, որը կարող է օպերացիոնալ կարգավորումներ կատարել եւ կատարել իրենց խոստումները։ Սեպտեմբերին խորհրդարանում տեղի ունեցավ նիստ, որտեղ քննարկվեց հանրապետության ֆինանսական կառուցվածքը։ Խոսքը գնում էր բյուջեի նախագծի մասին, որը պետք է ֆինանսավորեր ինչպես պաշտպանությունը, այնպես էլ քաղաքացիական ծրագրերը։ Պետրոսյանը ներկայացրեց մի ծրագիր, որտեղ ասվում էր, որ բյուջեի 70%-ը պետք է գնա պաշտպանության համար, եւ մնացածը պետք է բաշխվի հասարակական ծառայությունների համար։ Քոչարյանը միջամտեց եւ ասաց, որ գործնականում այդ բաշխումը չի համապատասխանում իրական անհրաժեշտություններին։ Նա ասաց, որ պաշտպանությունը պահանջում է մինչև 85%, քանի որ ադրբեջանական հարձակումները դեռ ինտենսիվ են եւ անհրաժեշտ է ամրացնել դիրքերը։ Նա նաև նշեց, որ եթե չի ապահովվում պաշտպանությունը, ապա հասարակական ծառայությունների համար որևէ բյուջե չի կարող կիրառվել, որովհետև թշնամին կգրավի տարածքը։ Խորհրդարանում սկսվեց հետաքրքիր քննարկում։ Մի խումբ պատգամավորներ աջակցում էին Պետրոսյանին եւ ասում էին, որ անհրաժեշտ է պահպանել քաղաքացիական ծառայությունները, որովհետև հենց դրանք են ապահովում ժողովրդի հավատը պետականությանը։ Եթե բոլոր ռեսուրսները գնան միայն պաշտպանության, ապա տնտեսությունը կանկացնի, հասարակական բժշկությունը կդադարի գործել եւ կրթական համակարգը կզրպարտվի։ Բայց մյուս կողմում էին անձինք, որոնք հավատում էին, որ առանց պաշտպանության ոչինչ այլ չի կարող գործել։ Նրանք ասում էին, որ իրենք չեն փնտրում իդեալական համակարգ, այլ անհրաժեշտ է անցնել այն պարամետրերով, որոնք ապահովում են գոյատևումը։ Հարցը դառնում էր ոչ թե պարզ բյուջեական, այլ գաղափարական։ Ինչն է ավելի կարևոր՝ պահպանել խորհրդարանական հարթակի գործունեությունը, թե ձեռք բերել ռազմավարական հաղթանակ։ Քոչարյանը շեշտում էր, որ նա չի ցանկանում խորհրդարանը մերժել, բայց պահանջում է, որ խորհրդարանը հասկանա ճգճգնաժամային իրավիճակը եւ համագործակցի գործադիր համակարգի հետ։ Դա էր նրա դիրքորոշումը, որը հետագայում դարձավ հիմք իր կառավարման ամբողջ փիլիսոփիայի համար։ Խորհրդարանում այդ քննարկումը տևեց մի քանի ժամ, եւ վերջում քվեարկությունը տվեց մեծամասնություն Քոչարյանի առաջարկին։ Այն падգամավորները, ովքեր քվեարկեցին դեմ, հիմնականում էին դաշնակցականներն ու այն անձինք, ովքեր հավատում էին Մկրտչյանի տեսլականին։ Սակայն հիմնական գումարը կազմեցին այն падգամավորները, ովքեր վախենում էին, որ եթե չի հաստատվում Քոչարյանի պլանը, ապա պաշտպանությունը կվտանգվի։ Դա էր առաջին անգամը, երբ խորհրդարանը հստակ ճանաչեց, որ գործադիր համակարգը պետք է ունենա առավելություն ռազմավարական հարցերում։ Դրանից հետո խորհրդարանական նիստերը սկսեցին ավելի ձևական դառնալ։ Հաստատվում էին այն որոշումները, որոնք արդեն իրագործվել էին գործադիր կողմից։ Քննարկումները դադարեցին լինել կոնկրետ եւ պարտադիր։
Խորհրդարանը դարձավ մի տեսակ համագործակցող մարմին, որը տալիս էր իրավաբանական ծածկույթ գործադիր որոշումներին։ Պետրոսյանը փորձեց պահպանել որոշակի ազդեցություն։ Նա կազմակերպում էր համաժողովներ, հրավիրում էր պատգամավորներին եւ հարցումներ անցկացնում էր համայնքներում։ Նա փորձում էր ցույց տալ, որ խորհրդարանը դեռ կարելի է պահպանել որպես ժողովրդավարության խորհրդանիշ, բայց հիմնական խնդիրն այն էր, որ մարդիկ այլևս չէին տեսնում խորհրդարանը որպես իրական ուժ։ Նրանք տեսնում էին, որ ռեալ որոշումները կայացվում են գործադիր համակարգում, Քոչարյանի եւ նրա թիմի մոտ։ 1993 թվականի սկզբին Արցախի իրավիճակը փոխվեց դրամատիկորեն։ Ադրբեջանի բանակը պարտվեց մի շարք կարևոր ճակատներում, հայկական ուժերը կարողացան վերականգնել գրեթե ամբողջ Արցախի տարածքը եւ նույնիսկ գրավել մի շարք սահմանային բնակավայրեր Ադրբեջանում։ Դա էր պահ, երբ ռազմական հաղթանակը դարձավ փաստ եւ երբ կառավարական համակարգը պետք է անցներ մի նոր փուլի։ Քոչարյանը այդ ժամանակաշրջանում արդեն համարվում էր հերոսական անձնավորություն։ Նրան համարում էին մարդ, ով կարողացավ կազմակերպել պաշտպանությունը եւ ապահովել տարածքային ամբողջականությունը։ Հենց այդ հեղինակությունը նրան թույլ տվեց ավելի ամրապնդել իր դիրքը գործադիր համակարգում։ Նա սկսեց կազմել նոր կառուցվածքներ, որոնք պետք է կառավարեին տնտեսությունը, դատական համակարգը եւ միջազգային հարաբերությունները։ 1994 թվականին, երբ ստորագրվեց զինադադարի համաձայնագիրը, պարզ դարձավ, որ Արցախը անցել է մի նոր փուլի։ Այլևս խոսքը չէր անմիջական պատերազմի մասին, այլ այն մասին, թե ինչպես կառուցել պետականություն կայուն պայմաններում։ Այդ ժամանակաշրջանում խորհրդարանը քննարկում էր, թե ինչ ձևով պետք է փոխել սահմանադրական կարգը։ Հարցն էր, թե արդյոք պետք է պահպանել խորհրդարանական համակարգը, թե անցնել նախագահական համակարգի։ Պետրոսյանը պաշտպանում էր խորհրդարանական համակարգը։ Նա ասում էր, որ Արցախը պետք է լինի մոդել, ցույց տալու, որ նույնիսկ ճգնաժամային պայմաններում կարող է գործել ժողովրդավարություն։ Նա նշում էր, որ եթե անցնում է նախագահական համակարգ, ապա կարող է տեղի ունենալ իշխանության կենտրոնացում մեկ անձի մոտ, ինչը երկարաժամկետ կարող է վտանգավոր լինել։ Քոչարյանը հակառակ տեսակետ էր ներկայացնում։ Նա ասում էր, որ Արցախը չի կարող թույլ տալ անհավասարակշռությունը, որը ստեղծում է խորհրդարանական համակարգը։ Երբ խորհրդարանը սկսում է քննարկել ամեն մի որոշում երկար ժամանակով, դա դանդաղեցնում է կառավարումը։ Նա ասում էր, որ անհրաժեշտ է ուժեղ գործադիր համակարգ, որը կարող է արագ որոշումներ կայացնել եւ պահպանել հանրապետության անվտանգությունը։ Այդ քննարկումները տևեցին ամիսներ։ Խորհրդարանում տարբեր խմբավորումներ հակասում էին միմյանց։ Դաշնակցականները, ովքեր հավատարիմ էին Մկրտչյանի հիշատակին, պնդում էին, որ խորհրդարանական համակարգը պետք է պահպանվի, բայց մեծամասնությունը արդեն հակված էր ընդունելու, որ անհրաժեշտ է փոփոխություն։ 1994 թվականի նոյեմբերի վերջին Գերագույն խորհուրդը ընտրեց Ռոբերտ Քոչարյանին որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ։ Դա էր պատմական քայլ։ Քոչարյանը դարձավ պաշտոնապես ճանաչված նախագահը, եւ այդ պահից սկսվեց նախագահական համակարգի գործողությունը Արցախում։ Խորհրդարանը դեռ մնում էր որպես օրենսդիր մարմին, բայց իր դերը նվազել էր։ Արդեն հիմնական որոշումները կայացվում էին նախագահական համակարգում։ Խորհրդարանը կարող էր հաստատել օրենքներ, բայց դրանք արդեն նախապատրաստվում էին նախագահի թիմի կողմից։ Պետրոսյանը դեռ վարում էր խորհրդարանական աշխատանքները, բայց նրա ազդեցությունը արդեն մեծ չէր։ 1996 թվականին անցկացվեցին նախագահական ընտրություններ, Քոչարյանը կրկին ընտրվեց։ Այդ անգամ նա ստացավ նույնիսկ ավելի մեծ քվեաթիվ, քանի որ մարդիկ համարում էին նրան իրենց անվտանգության երաշխավորը։ Դրանից հետո նա սկսեց համակարգել Արցախի միջազգային հարաբերությունները եւ ձևավորել հարաբերություններ Հայաստանի հետ։ Հիմա խոսենք այն մասին, թե ինչպես Մկրտչյանի հեռանալուց հետո հոսանքները փոխվեցին հենց Արցախի ներսում։ Երբ Մկրտչյանը մահացավ, խորհրդարանական գիծը, որը ներկայացնում էր դաշնակցականությունը եւ ազգային ժողովրդավարական տեսլականը, կորցրեց իր հիմնական խորհրդանիշը։ Մարդիկ, ովքեր հավատացել էին այդ գծին, հանկարծ իրենց գտան առանց առաջնորդի։ Դաշնակցականությունը փորձեց կազմակերպել նոր կառույց։ Նրանք կազմեցին կոմիտեներ, անցկացրեցին հանրահավաքներ եւ պատրաստեցին հանրային խոսնակներ, բայց հիմնական խնդիրն այն էր, որ նրանք չունեին մեկ հստակ դեմք, որը կարող էր անմիջապես փոխարինել Մկրտչյանին։ Գևորգ Պետրոսյանը շարունակեց վարել խորհրդարանական աշխատանքները մինչև 1995 թվականի վերջ։ Նա կազմակերպում էր նիստեր, փորձում էր պահպանել թափանցիկությունը եւ ներկայացնում էր քաղաքացիական հասարակության դիրքորոշումները։
Բայց իրականությունը այն էր, որ խորհրդարանական համակարգը արդեն չէր կարող ազդեցություն ունենալ այնպես, ինչպես Մկրտչյանի ժամանակ էր։ Պետրոսյանն ուներ էր համեստ մոտեցում և նախընտրում էր համագործակցել, քան պայքարել։ Դա միանգամայն էթիկական և պատասխանատու մոտեցում էր, բայց դժբախտաբար այն չէր կարող հակակշռել գործադիր համակարգի աճող ուժին։ Մկրտչյանի հեռանալուց հետո դաշնակցականները փորձեցին կազմակերպել միջոցառումներ նրա հիշատակին։ Անցկացվեցին հուշարձանի բացում, հատուկ նիստեր և հասարակական քննարկումներ, քննարկելու նրա ժառանգությունը։ Բայց միևնույն ժամանակ պարզ էր, որ քաղաքական մեխանիզմները արդեն շարժվում էին այլ ուղղությամբ։ Այդ ժամանակաշրջանում խորհրդարանում սկսեցին ձևավորվել նոր խմբավորումներ։ Մի խումբ падգամավորներ, ովքեր առաջ հավատարիմ էին խորհրդարանական գծին, սկսեցին հակված լինել նախագահական համակարգին։ Դրանք հասկացան, որ եթե ցանկանում են պահպանել որոշակի ազդեցություն, պետք է համագործակցեն Քոչարյանի թիմի հետ։ Դա էր ռեալ քաղաքականության մեխանիկան։ Անձինք, ովքեր հավատացել էին Մկրտչյանի տեսլականին, հիմա պետք է ընտրեին մնալ անկախ և կորցնել ազդեցությունը, թե համագործակցել և պահպանել որոշակի դերակատարում։ Խորհրդարանական համակարգի թուլացումը նշանակում էր նաև, որ քաղաքական քննարկումների տարածքը նեղանում էր։ Մի ժամանակ խորհրդարանական նիստերը լիովին հանրային էին, և մարդիկ կարող էին դիտել բանավեճերը։ Սակայն դանդաղ այդ նիստերը սկսեցին ավելի ձևական դառնալ։ Բանավեճերը կրճատվեցին, և հաստատման ձևաչափերը բարձրացան։ Խորհրդարանը փաստորեն վերածվեց մի մարմնի, որը համաձայնեցնում էր գործադիր համակարգի որոշումները, այլ ոչ թե վերահսկողություն իրականացնում։ Միևնույն ժամանակ գործադիր համակարգում սկսեցին ձևավորվել կլանային կառուցվածքներ։ Քանի որ Քոչարյանը ուներ բավականին մեծ իշխանություն, նրա շուրջը սկսեցին հավաքվել մարդիկ, ովքեր հետաքրքրված էին որոշ դիրքերում։ Դա բնական մեխանիզմ է ցանկացած կառավարման համակարգում, բայց Արցախում դա դարձավ հատկապես ակնառու, քանի որ ռեսուրսները սահմանափակ էին և մրցակցությունը դիրքերի համար ուժեղ։ Քոչարյանը ձեռք բերեց շրջապատ, որը ներառում էր Սերժ Սարգսյանին, Սամվել Բաբայանին և մի շարք այլ անձանց, ովքեր հետագայում դարձան Արցախի և Հայաստանի քաղաքական համակարգի հիմնական դերակատարներ։ Սերժ Սարգսյանն այդ ժամանակ աշխատում էր պաշտպանության ոլորտում և համարվում էր որպես մարդ, ով կարող է կազմակերպել ռազմավարություններ և վերահսկել զորքերը։ Բաբայանը էր համարվում հատուկ ուժերի մասնագետ, և նրա դերը էր ապահովել ներքին անվտանգությունը։ Սա նշանակում էր, որ կառավարման համակարգը սկսեց աշխատել ավելի շատ համակարգային փոխկապակցվածությամբ։ Քոչարյանն ուներ մի թիմ, որը կարող էր իրագործել նրա ռազմավարությունները։ Դա տարբեր էր Մկրտչյանի մեթոդից։ Մկրտչյանը աշխատում էր ավելի շատ քաղաքական հարթակում և հավատում էր, որ կառավարումը պետք է լինի հավաքական և թափանցիկ։ Քոչարյանը հավատում էր, որ արդյունավետությունը ավելի կարևոր է և որ ճգնաժամային պայմաններում անհրաժեշտ է ունենալ հստակ հրամանատարական համակարգ։ Դրանով եզրակացությունը դառնում է հստակ։ Մկրտչյանի մահից հետո խորհրդարանական գիծը կորցրեց իր կենտրոնական դերակատարումը, և ուժային գործադիր համակարգը ստացավ առաջատար դիրք։ Դա տեղի ունեցավ ոչ թե մի պարզ պատահարի արդյունքում, այլ ամբողջ համակարգային տրանսֆորմացիայի։ Հիմա խոսենք Քոչարյանի հետագա քայլերի մասին։ 1997 թվականին, երբ զինադադարը արդեն գործում էր, Քոչարյանը ստանձնեց նոր դեր։ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշանակեց Քոչարյանին Հայաստանի վարչապետ։ Դա էր կարևոր քայլ, որը ցույց էր տալիս, որ Արցախի քաղաքական ռեսուրսները անցնում են նաև հանրապետական մակարդակ։ Տեր-Պետրոսյանը, ով ղեկավարում էր Հայաստանը 1991 թվականից, ուներ իր տեսլականը Ղարաբաղյան հակամարտության լուծման համար։ Նա հակված էր ընդունելու քաղաքական փոխզիջումներ, ապահովելու երկարաժամկետ խաղաղություն։ Սակայն Քոչարյանը և նրա կողմնակիցները համարում էին, որ Արցախի ինքնավարությունը չի կարող զիջվել և անհրաժեշտ է ավելի կոշտ դիրքորոշում պահպանել։ 1998 թվականի սկզբին Տեր-Պետրոսյանը և Քոչարյանի միջև հակասությունները հասան մի փուլի, երբ Տեր-Պետրոսյանը հեռացավ նախագահի պաշտոնից։ Դա էր քաղաքական ճգնաժամ, որը շատերը մեկնաբանեցին որպես Քոչարյանի և նրա թիմի աճող ազդեցության արդյունք։ Քոչարյանը ժամանակավորապես ստանձնեց նախագահի պարտականությունները, իսկ մարտի 30-ին նա ընտրվեց Հայաստանի երկրորդ նախագահ։ Դա էր պատմական փոփոխություն։ Մարդ, ով սկսել էր իր քաղաքական ճանապարհը Արցախում որպես պաշտպանության կազմակերպիչ, այժմ դարձել էր Հայաստանի նախագահ։ Դրանով միանգամայն փոխվեցին քաղաքական հոսանքները ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։ Արցախում Քոչարյանի փոխարեն նախագահ ընտրվեց այլ անձնավորություն։
Այս փաստորեն Քոչարյանի թիմը շարունակեց ունենալ ազդեցություն Արցախի քաղաքականության վրա։ Հայաստանի եւ Արցախի միջև ձևավորվեց մի համակարգային փոխկապակցվածություն, որտեղ որոշումները համակարգվում էին երկու հանրապետությունների միջև։ Հիմա խոսենք Մկրտչյանի ժառանգության մասին։ Երբ Մկրտչյանը մահացավ, նրա հիշատակը մնաց որպես խորհրդանիշ։ Նրա հետևորդները շարունակեցին պահպանել նրա տեսակետները եւ պատմել նրա մասին որպես մարդ, ով հավատացել էր խորհրդարանական ժողովրդավարությանը։ Սակայն քաղաքական մեխանիզմները արդեն գործում էին այլ ռեժիմում։ Դաշնակցականությունը պահպանեց իր ներկայությունը Արցախի եւ Հայաստանի քաղաքական համակարգում։ Այն շարունակեց գործել որպես կուսակցություն եւ կազմակերպել հանրային միջոցառումներ։ Բայց նրանց ազդեցությունը նվազել էր, քանի որ խորհրդարանական համակարգը այլևս չէր ունենում այն ուժը, որը ուներ Մկրտչյանի ժամանակաշրջանում։ Հիմա դառնանք հարցին, թե ինչպես փոխվեցին ռեսուրսների հոսքերը։ Մկրտչյանի ժամանակաշրջանում խորհրդարանը փորձում էր պահպանել հսկողություն բյուջեի եւ ֆինանսական հոսանքների վրա։ Բայց երբ գործադիր համակարգը ուժեղացավ, ֆինանսական հոսանքները սկսեցին ավելի շատ համակարգվել գործադիր մեխանիզմների կողմից։ Արցախը պատերազմից հետո պահանջում էր վերակառուցում, անհրաժեշտ էին օտարերկրյա օգնություններ, միջազգային ներդրումներ եւ ներքին տնտեսական զարգացում։ Դրանց բոլորի կառավարումը տեղի էր ունենում գործադիր համակարգում։ Քոչարյանը եւ նրա թիմը կազմակերպում էին դիվանագիտական հանդիպումներ, համակարգում էին օգնության ծրագրերը եւ որոշում էին բյուջեի բաշխումը։ Խորհրդարանը կարող էր քննարկել այդ հարցերը, բայց իրենց ազդեցությունը սահմանափակ էր։ Պատգամավորները կարող էին հարցեր տալ, բայց եթե գործադիր համակարգը որոշել էր մի ուղղություն, խորհրդարանը չէր կարող հակադրել արդյունավետ մեխանիզմներ։ Սա նաեւ նշանակում էր, որ թափանցիկությունը նվազեց։ Մկրտչյանի ժամանակաշրջանում նա պահանջում էր, որ գործադիր համակարգը ներկայացնի հաշվետվություններ խորհրդարանին եւ հանրությանը, բայց երբ գործադիր համակարգը ստացավ առավելություն, այդ հաշվետվությունները դարձան ավելի ձևական, քննարկվող հարցերը ներկայացվում էին սահմանափակ տեղեկատվությամբ, եւ հանրությունը չէր կարող մանրամասն տեսնել, թե ինչպես են ծախսվում ռեսուրսները։ Դա ստեղծեց մի իրավիճակ, որտեղ ռեսուրսների կառավարումը դարձավ ավելի կենտրոնացված եւ ավելի քիչ հրապարակային։ Մարդիկ, ովքեր ուներ մուտք գործադիր համակարգում, կարող էին ազդել որոշումների վրա, իսկ նրանք, ովքեր գործում էին միայն հասարակական մակարդակում, կորցրին ազդեցությունը։ Հիմա դառնանք այն հարցին, թե ինչպես էր աշխատում ներքին անվտանգության համակարգը։ Պատերազմի ժամանակաշրջանում ստեղծվեցին հատուկ ուժեր, որոնք պատասխանատու էին ռազմական օպերացիաների համար։ Այդ ուժերը աշխատում էին գործադիր համակարգի ուղղակի հրամանատարությամբ։ Քոչարյանի թիմը վերահսկում էր այդ ուժերը, եւ նրանք դարձել էին մի մեխանիզմ, որը ոչ միայն պաշտպանում էր սահմանները, այլև ապահովում էր ներքին կարգը։ Սակայն ներքին անվտանգության համակարգի աճը նաեւ նշանակում էր, որ այդ համակարգը կարող էր օգտագործվել ոչ միայն արտաքին պաշտպանության համար։ Հասարակության ներսում սկսեցին առաջանալ հարցեր, թե արդյոք այդ համակարգը չի օգտագործվում նաեւ քաղաքական հակառակորդներին զսպելու համար։ Դաշնակցականները, ովքեր հիշում էին Մկրտչյանի մեթոդները, փորձեցին բարձրաձայնել այդ հարցերը, բայց նրանց ձայնը արդեն թույլ էր, քանի որ նրանք չունեին ուժային համակարգում ներկայացուցիչներ։ Գործադիր համակարգը համարում էր, որ այդ քննարկումները կարող են խանգարել կայունությանը եւ պնդում էր, որ անվտանգության համակարգը պետք է գործի արդյունավետ եւ առանց քաղաքական միջամտության։ Հիմա դառնանք հարցին, թե ինչպես էր աշխատում իրավական համակարգը։ Մկրտչյանի ժամանակաշրջանում խորհրդարանը պահանջում էր, որ դատական համակարգը լինի անկախ եւ թափանցիկ։ Բայց երբ գործադիր համակարգը ստացավ առաջատար դիրք, դատական համակարգը սկսեց աշխատել ավելի շատ գործադիր համակարգի համակարգման ներքո։ Դատավորները նշանակվում էին գործադիր համակարգի կողմից, այսինքն նախագահը կամ վարչապետը նշանակում էր դատավորներին, եւ դրանով ստեղծվում էր մի կախվածություն։ Դատավորները, ովքեր ցանկանում էին պահպանել իրենց պաշտոնները, պետք է համագործակցեին գործադիր համակարգի հետ։ Դա նշանակում էր, որ անկախությունը, որը Մկրտչյանը պաշտպանում էր, այլևս չէր գոյություն ունենում այնպես, ինչպես պետք է լիներ։ Սա նաև նշանակում էր, որ քաղաքացիները, ովքեր ուներին խնդիրներ գործադիր համակարգի հետ, չէին կարող հույս դնել դատական համակարգի վրա, անկախ լուծում ստանալու համար։ Դատական համակարգը դարձել էր գործադիր համակարգի երկարացում, այլ ոչ հակակշիռ։ Հիմա խոսենք մեդիայի մասին։ Մկրտչյանի ժամանակաշրջանում խորհրդարանական նիստերը հրապարակվում էին եւ մեդիան ազատ էր քննարկել քաղաքական հարցերը։ Բայց երբ գործադիր համակարգը ուժեղացավ, մեդիան սկսեց աշխատել ավելի շատ կառավարման համակարգի ուղղակի ազդեցության ներքո։
Հեռուստաալիքները եւ թերթերը սկսեցին ներկայացնել ավելի շատ պաշտոնական դիրքորոշումը, քան քննադատական վերլուծությունը։ Լրագրողները, ովքեր փորձում էին քննարկել հակասելի հարցեր, հաճախ բախվում էին ճնշումների։ Դա ստեղծեց մի իրավիճակ, որտեղ հանրությունը չէր ստանում բոլոր տեղեկատվությունը, որը անհրաժեշտ էր իրազեկ քաղաքացիական մասնակցության համար։ Մկրտչյանը հավատում էր, որ մեդիան պետք է լինի քաղաքացիական հասարակության ձայնը եւ որ նա պետք է հսկողություն իրականացնի կառավարման վրա։ Բայց գործադիր համակարգը համարում էր, որ մեդիան պետք է աջակցի պետականության ամրապնդմանը եւ չստեղծի անկայունություն։ Հիմա խոսենք տնտեսության մասին։ Արցախը պատերազմից հետո ուներ սահմանափակ տնտեսություն։ Բնակչության մեծ մասը կախված էր գյուղատնտեսությունից եւ արդյունաբերությունը շատ թույլ էր։ Անհրաժեշտ էր ստեղծել տնտեսական զարգացման ծրագրեր, որոնք կապահովեին աշխատանք եւ եկամուտ։ Մկրտչյանի ժամանակաշրջանում խորհրդարանը քննարկում էր տնտեսական հարցերը եւ փորձում էր կազմել պլաններ տեղական արտադրության զարգացման համար։ Բայց երբ գործադիր համակարգը ստացավ առավելություն, տնտեսական քաղաքականությունը մունը սկսեց համակարգվել գործադիր մեխանիզմների կողմից։ Քոչարյանի թիմը կազմակերպեց մի շարք տնտեսական նախագծեր, որոնք ներառում էին վերակառուցման ծրագրեր, ենթակառուցվածքային բարելավումներ եւ միջազգային ներդրումների հրավերներ։ Դրանք կարևոր քայլեր էին, բայց միևնույն ժամանակ դրանք իրականացվում էին առանց լիովին թափանցիկ քննարկման։ Խորհրդարանը կարող էր քվեարկել բյուջեների հաստատման համար, բայց նախագծերի մանրամասները եւ իրականացման մեխանիզմները մնում էին գործադիր համակարգի հսկողության տակ։ Դա նշանակում էր, որ որոշ մարդիկ, ովքեր ունեին մուտք գործադիր համակարգում, կարող էին շահ քաղել այդ նախագծերից, իսկ ոմանք ոչ։ Դա ստեղծեց անհավասարություններ։ Միջազգային օգնությունները, որոնք ուղղվում էին Արցախին, բաշխվում էին գործադիր համակարգի կողմից։ Եթե դու գիտեիր ճիշտ մարդկանց, դու կարող էիր ստանալ ֆինանսավորում քո նախագծերի համար, եթե ոչ, դու մնում էիր դուրս։ Սա նույնպես հակասում էր Մկրտչյանի տեսլականին։ Մկրտչյանը հավատում էր, որ ռեսուրսները պետք է բաշխվեին արդարացի եւ թափանցիկ կերպով։ Նա պնդում էր, որ հանրությունը պետք է տեսնի, թե ինչպես են ծախսվում միջոցները եւ ով է ստանում աջակցություն։ Հիմա խոսենք միջազգային հարաբերությունների մասին։ Մկրտչյանի ժամանակաշրջանում խորհրդարանը փորձում էր ներկայացնել Արցախը միջազգային ասպարեզում որպես ժողովրդավարական հանրապետություն։ Պետրոսյանը կազմակերպեց ուղևորություններ եւ հանդիպումներ միջազգային կառույցների հետ, բայց գործադիր համակարգի ուժեղացումից հետո միջազգային հարաբերությունները սկսեցին համակարգվել ավելի շատ նախագահական համակարգի կողմից։ Քոչարյանը եւ հետագայում նրա փոխարինողները համակարգեցին Արցախի միջազգային հարաբերությունները։ Նրանք հանդիպում էին դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների եւ քաղաքական ղեկավարների հետ։ Դա թույլ էր տալիս նրանց ներկայացնել Արցախը որպես կայուն եւ կազմակերպված պետություն, բայց միաժամանակ դա նաեւ նշանակում էր, որ միջազգային հարաբերություններում խորհրդարանը չէր ունեցել մեծ դեր։ Պատգամավորները կարող էին մասնակցել մի քանի դելեգացիաների, բայց իրենց ազդեցությունը սահմանափակ էր։ Միջազգային հարաբերությունները կառավարվում էին գործադիր համակարգի կողմից, եւ դրանով խորհրդարանական հարթակը կորցրեց իր դերը միջազգային քաղաքականության մեջ։ Հիմա դառնանք հարցին, թե ինչպես էր կրթական համակարգը։ Մկրտչյանի ժամանակաշրջանում խորհրդարանը քննարկում էր կրթական ծրագրերը եւ փորձում էր ստեղծել մի համակարգ, որտեղ երեխաները կարող են ստանալ որակյալ կրթություն, բայց գործադիր համակարգի ուժեղացումից հետո կրթական համակարգը սկսեց աշխատել գործադիր մեխանիզմների կողմից սահմանված ռազմավարությամբ։ Կրթական նախարարությունը, որը պատասխանատու էր դպրոցների եւ համալսարանների համար, գործում էր գործադիր համակարգի հրահանգներով։ Ծրագրերը հաստատվում էին վարչապետի թիմի կողմից եւ խորհրդարանը կարող էր միայն հաստատել դրանք։ Սա նաեւ նշանակում էր, որ կրթությունը սկսեց ավելի շատ կենտրոնանալ պետական գաղափարախոսության վրա, քան քննադատական մտածողության զարգացման վրա։ Դպրոցներում սովորեցնում էին պատմություն, որը ընդգծում էր պատերազմի հաղթանակը եւ պետականության ամրապնդումը, բայց ավելի քիչ ուշադրություն էր դարձվում քաղաքացիական ժողովրդավարությանը եւ քննադատական վերլուծությանը։ Մկրտչյանը հավատում էր, որ կրթությունը պետք է զարգացնի քաղաքացիներ, ովքեր կարող են քննադատաբար մտածել եւ մասնակցել հասարակական քննարկումներին։ Բայց գործադիր համակարգը համարում էր, որ կրթությունը պետք է ամրապնդի պետականությունը եւ ստեղծի հավատարմություն պետական համակարգին։ Հիմա խոսենք այն մասին, թե ինչպես էր զարգանում հասարակական կյանքը։ Արցախը պատերազմից հետո ուներ փոքր բնակչություն եւ սահմանափակ ռեսուրսներ։ Մարդիկ ապրում էին համեստ պայմաններում, եւ շատերն էլ կախված էին միջազգային օգնությունից։
Անհրաժեշտ էր ստեղծել մի հասարակություն, որտեղ մարդիկ կարող են զգալ, որ իրենք մասն են պետականությանը եւ որ իրենց ձայնը նշանակություն ունի։ Մկրտչյանի ժամանակաշրջանում նա փորձում էր ստեղծել այդ զգացումը։ Նա հաճախ կազմակերպում էր հանրահավաքներ, որտեղ մարդիկ կարող էին բարձրաձայնել իրենց խնդիրները եւ տեսնել, որ իրենց կարծիքը լսվում է։ Նա ասում էր, որ պետականությունը սկսվում է հենց ժողովրդից եւ որ կառավարությունը պետք է ծառայի ժողովրդին, այլ ոչ հակառակը։ Բայց գործադիր համակարգի ուժեղացումից հետո հասարակական մասնակցությունը սկսեց նվազել։ Մարդիկ տեսնում էին, որ որոշումները կայացվում են գործադիր համակարգում եւ որ նրանց ձայնը չի ազդում որոշումների վրա։ Դա ստեղծեց մի տեսակ ապոլիտիկականություն, որտեղ մարդիկ դադարեցին հետաքրքրվել քաղաքական քննարկումներով եւ սկսեցին կենտրոնանալ միայն իրենց անձնական ապրուստի վրա։ Սա հակասում էր Մկրտչյանի տեսլականին։ Նա հավատում էր, որ ժողովրդավարությունը խթանվում է հասարակական մասնակցությամբ եւ որ քաղաքացիները պետք է զգան իրենց պատասխանատվությունը պետականության նկատմամբ։ Բայց գործադիր համակարգը համարում էր, որ քաղաքացիները պետք է վստահեն կառավարությանը եւ թույլ տան նրան աշխատել առանց միջամտության։ Հիմա խոսենք այն վերաբերյալ, թե ինչպես էր ներկայացվում Մկրտչյանի հիշատակը պաշտոնական մակարդակում։ Գործադիր համակարգը ճանաչեց Մկրտչյանին որպես հերոս եւ անցկացրեց հուշարձանների բացումներ նրա պատվին։ Սակայն միևնույն ժամանակ պաշտոնական ռետորիկան փորձում էր ներկայացնել Մկրտչյանին որպես սիմվոլ, որը պատկանում է պատմությանը, այլ ոչ որպես ակտիվ քաղաքական գիծ, որը պետք է շարունակվի։ Դաշնակցականները փորձեցին պահպանել Մկրտչյանի ժառանգությունը որպես ակտիվ քաղաքական պարադիգմա։ Նրանք կազմակերպում էին հուշամիջոցառումներ, հրապարակում էին հոդվածներ եւ պատմում էին նրա մասին որպես մարդ, ով կարող էր լինել այլ ուղի Արցախի քաղաքական զարգացման համար։ Բայց այդ քննարկումները մնում էին հիմնականում դաշնակցական շրջանակների մեջ եւ չէին կարողանում ազդել լայն հասարակության վրա։ Հիմա դառնանք հարցին, թե ինչպես աշխատում էր կրթական համակարգում պատմության դասավանդումը։ Դպրոցներում երեխաներին սովորեցնում էին Արցախի պատերազմի պատմությունը եւ ազգային հերոսների մասին։ Մկրտչյանը ներառվում էր որպես մի անձնավորություն, ով մասնակցել է շարժմանը, բայց նրան չէին ներկայացնում որպես խորհրդարանական ժողովրդավարության խորհրդանիշ։ Դա նշանակում էր, որ նոր սերունդը չի սովորում Մկրտչյանի տեսլականը եւ չի հասկանում, թե ինչ դեր կարող է ունենալ խորհրդարանական համակարգը։ Սա կարևոր էր, քանի որ կրթությունը ձևավորում է հասարակության մտածողությունը։ Եթե երեխաները սովորում են միայն ուժային համակարգի մասին եւ չեն սովորում որում խորհրդարանական հավասարակշռության մասին, ապա նրանք չեն կարող հասկանալ ժողովրդավարության նշանակությունը։ Հիմա խոսենք հասարակական կազմակերպությունների մասին։ Մկրտչյանի ժամանակաշրջանում հասարակական կազմակերպությունները սկսեցին ձևավորվել որպես քաղաքացիական հասարակության մաս։ Դրանք էին հասարակական խմբեր, որոնք աշխատում էին կրթության, առողջապահության, մարդու իրավունքների եւ տնտեսական զարգացման հարցերի վրա։ Մկրտչյանը աջակցում էր այդ կազմակերպություններին եւ հավատում էր, որ նրանք կարող են լրացնել կառավարության աշխատանքները եւ ապահովել ավելի լայն հասարակական մասնակցություն։ Բայց գործադիր համակարգի ուժեղացումից հետո հասարակական կազմակերպությունների դերը նվազեց։ Գործադիր համակարգը սկսեց վերահսկել այդ կազմակերպությունների գործունեությունը եւ սահմանափակել նրանց ազատությունը։ Կազմակերպությունները, որոնք փորձում էին քննադատել կառավարական քաղաքականությունը, հաճախ բախվում էին ճնշումների։ Սա ստեղծեց մի իրավիճակ, որտեղ քաղաքացիական հասարակությունը չէր կարող լիովին գործել։ Մկրտչյանը հավատում էր, որ ուժեղ քաղաքացիական հասարակությունը անհրաժեշտ է ժողովրդավարության համար։ Նա ասում էր, որ կառավարությունը չի կարող լիովին բավարարել բոլոր կարիքները եւ որ հասարակական կազմակերպությունները պետք է լրացնեն այդ բացերը։ Բայց գործադիր համակարգը համարում էր, որ հասարակական կազմակերպությունները պետք է աշխատեն գործադիր համակարգի համակարգման ներքո եւ չստեղծեն խանգարումներ։ Հիմա խոսենք կին մասնակիցների մասին։ Մկրտչյանի ժամանակաշրջանում խորհրդարանում մասնակցում էին կանայք, բայց նրանց թիվը սահմանափակ էր։ Մկրտչյանը խրախուսում էր կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ եւ հավատում էր, որ նրանք կարող են բերել նոր տեսանկյուններ։ Նա կազմակերպեց մի քանի քննարկումներ, որտեղ կանայք կարող էին ներկայացնել իրենց կարծիքները։ Բայց գործադիր համակարգի ուժեղացումից հետո կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ դեռ ավելի սահմանափակվեց։ Գործադիր համակարգը հիմնականում կազմված էր տղամարդկանցից, եւ կանայք շատ քիչ էին ներկայացված որոշումների կայացման մեջ։ Դա նշանակում էր, որ կանանց հարցերը, ինչպիսիք են առողջապահությունը, երեխաների խնամքը եւ գենդերային հավասարությունը, չէին ստանում բավարար ուշադրություն։
Սա հակասում էր Մկրտչյանի տեսլականին, որը հավատում էր, որ քաղաքականությունը պետք է ներառի բոլոր սեռերը եւ որ կանայք պետք է ունենան հավասար հնարավորություններ։ Հիմա խոսենք երիտասարդության մասին։ Մկրտչյանը հավատում էր, որ երիտասարդությունը պետք է ներգրավվի քաղաքականության մեջ եւ որ նրանք պետք է զգան, որ իրենք մասն են պետականության ապագայի։ Նա կազմակերպում էր երիտասարդական համաժողովներ եւ խրախուսում էր երիտասարդներին մասնակցել խորհրդարանական քննարկումներին։ Բայց գործադիր համակարգի ուժեղացումից հետո երիտասարդությունը սկսեց զգալ, որ քաղաքականությունը չի իրենց համար։ Դրանք տեսնում էին, որ որոշումները կայացվում են մեծահասակների կողմից եւ որ իրենց ձայնը չի նշանակություն ունենալ։ Դա ստեղծեց մի սերունդ, որը չի հետաքրքրվում քաղաքականությամբ եւ ավելի շատ կենտրոնանում է անձնական հաջողության վրա։ Սա հակասում էր Մկրտչյանի տեսլականին, որը հավատում էր, որ երիտասարդությունը պետք է լինի ակտիվ եւ որ նրանք պետք է ձևավորեն ապագա քաղաքականությունը։ Հիմա խոսենք միգրացիայի հարցի մասին։ Պատերազմից հետո Արցախը ունեցավ մեծ միգրացիա։ Շատ մարդիկ հեռացան Հայաստան կամ այլ երկրներ, փնտրելով ավելի լավ տնտեսական հնարավորություններ։ Դա էր լուրջ հարց, քանի որ բնակչության նվազումը կարող էր վտանգել պետականության կայունությունը։ Մկրտչյանը քննարկում էր այդ հարցը խորհրդարանում եւ փորձում էր ստեղծել ծրագրեր, որոնք կպահեին մարդկանց Արցախում։ Նա հավատում էր, որ անհրաժեշտ է ստեղծել տնտեսական հնարավորություններ եւ ապահովել հասարակական ծառայություններ, որպեսզի մարդիկ չհեռանան։ Բայց գործադիր համակարգի ուժեղացումից հետո միգրացիայի հարցը շարունակվեց։ Թեև գործադիր համակարգը իրականացրեց որոշ տնտեսական ծրագրեր, բայց դրանք չէին բավարար կանգնեցնելու միգրացիան։ Շատ մարդիկ շարունակեցին հեռանալ եւ Արցախի բնակչությունը շարունակեց նվազել։ Սա կարևոր էր, քանի որ բնակչության նվազումը նշանակում էր, որ Արցախը կորցնում էր իր ամենակարևոր ռեսուրսը՝ մարդիկը։ Մկրտչյանը հասկանում էր այդ հարցի կարևորությունը եւ փորձում էր լուծել այն։ Բայց գործադիր համակարգը, թեև ճանաչում էր հարցը, չէր կարողանում լիովին լուծել այն։ Հիմա խոսենք այն մասին, թե ինչպես էր աշխատում հանրային ծառայությունների համակարգը։ Մկրտչյանի ժամանակաշրջանում խորհրդարանը քննարկում էր հանրային ծառայությունների բարելավման ծրագրերը։ Խոսքը գնում էր առողջապահության, կրթության, կոմունալ ծառայությունների եւ տրանսպորտի մասին։ Բայց գործադիր համակարգի ուժեղացումից հետո հանրային ծառայությունների համակարգը սկսեց աշխատել գործադիր մեխանիզմների կողմից սահմանված առաջնահերթություններով։ Խորհրդարանը կարող էր քննարկել հարցերը, բայց գործադիր համակարգը որոշում էր բյուջեի բաշխումը եւ ծրագրերի իրականացումը։ Սա նշանակում էր, որ հանրային ծառայությունները կարող էին լինել անհավասար։ Որոշ շրջաններ, որտեղ գործադիր համակարգը ունեցել է ավելի շատ հետաքրքրություն, ստանում էին ավելի լավ ծառայություններ, իսկ այլ շրջաններ մնում էին անտեսված։ Մկրտչյանը հավատում էր, որ հանրային ծառայությունները պետք է լինեն հասանելի բոլորին եւ որ չպետք է լինեն անհավասարություններ։ Նա պնդում էր, որ բյուջեի բաշխումը պետք է լինի թափանցիկ եւ արդար։ Բայց գործադիր համակարգը համարում էր, որ անհրաժեշտ է առաջնահերթություններ սահմանել եւ որ չի կարելի բավարարել բոլոր կարիքները միաժամանակ։ Հիմա խոսենք այն մասին, թե ինչպես էր աշխատում կոռուպցիայի դեմ պայքարի համակարգը։ Մկրտչյանի ժամանակաշրջանում խորհրդարանը քննարկում էր կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը եւ փորձում էր ստեղծել մեխանիզմներ, որոնք կապահովեին թափանցիկություն եւ պատասխանատվություն։ Բայց գործադիր համակարգի ուժեղացումից հետո կոռուպցիայի դեմ պայքարի համակարգը դարձավ ավելի քիչ արդյունավետ։ Գործադիր համակարգում ստեղծվեցին կապեր եւ ցանցեր, որտեղ որոշ մարդիկ կարող էին շահ քաղել իրենց դիրքերից։ Թափանցիկությունը նվազեց եւ հանրությունը չէր տեսնում, թե ինչպես են կայացվում որոշումները եւ ով է շահում դրանցից։ Սա ստեղծեց անվստահություն հասարակության մեջ։ Մարդիկ սկսեցին հավատալ, որ կառավարությունը աշխատում է միայն որոշ խմբերի շահերի համար եւ ոչ թե ողջ հասարակության համար։ Դա հակասում էր Մկրտչյանի տեսլականին, որը հավատում էր, որ կառավարությունը պետք է ծառայի ողջ ժողովրդին եւ պետք է լինի թափանցիկ եւ պատասխանատու։ Հիմա խոսենք այն մասին, թե ինչպես աշխատում էր միջազգային օգնության համակարգը։ Արցախը ստանում էր միջազգային օգնություններ տարբեր երկրներից եւ կազմակերպություններից։ Այդ օգնությունները ներառում էին ֆինանսական աջակցություն, հումանիտար օգնություն եւ զարգացման ծրագրեր։ Մկրտչյանի ժամանակաշրջանում խորհրդարանը քննարկում էր, թե ինչպես օգտագործել այդ օգնությունները արդար եւ արդյունավետ կերպով։ Նա պնդում էր, որ անհրաժեշտ է ստեղծել մեխանիզմներ, որոնք կապահովեին, որ օգնությունները հասնեն իրենց նպատակակետին եւ օգտագործվեն ճիշտ նպատակների համար։ Բայց գործադիր համակարգի ուժեղացումից հետո միջազգային օգնության կառավարումը դարձավ ավելի քիչ թափանցիկ։
Գործադիր համակարգը որոշում էր, թե ինչպես բաշխել այդ օգնությունները եւ ով է ստանալու դրանք։ Խորհրդարանը կարող էր քննարկել հարցերը, բայց իրենց հսկողությունը սահմանափակ էր։ Սա ստեղծեց հնարավորություններ կոռուպցիայի համար։ Որոշ մարդիկ, ովքեր ունեցել են մուտք գործադիր համակարգում, կարող էին շահ քաղել միջազգային օգնություններից, իսկ հասարակությունը չէր տեսնում, թե ինչպես են օգտագործվում այդ ռեսուրսները։ Մկրտչյանը հավատում էր, որ միջազգային օգնությունները պետք է օգտագործվեն հասարակության շահերիցի համար եւ պետք է լինեն թափանցիկ։ Նա պնդում էր, որ անհրաժեշտ է հաշվետվություններ ներկայացնել հանրությանը եւ ապահովել, որ օգնությունները չեն վատնվում։ Բայց գործադիր համակարգը համարում էր, որ այդ հարցերը պետք է կառավարվեն գործադիր մեխանիզմների կողմից եւ որ հանրությունը չի պետք միջամտի։ Հիմա խոսենք այն մասին, թե ինչպես աշխատում էր պաշտպանական համակարգը երկարաժամկետ հեռանկարում։ Պատերազմից հետո Արցախը պահանջում էր ուժեղ պաշտպանական համակարգ, պահպանելու զինադադարը եւ ապահովելու անվտանգությունը։ Գործադիր համակարգը կազմակերպեց մի պաշտպանական համակարգ, որը ներառում էր զինված ուժեր, հատուկ ծառայություններ եւ ներքին անվտանգության մարմիններ։ Մկրտչյանի ժամանակաշրջանում նա քննարկում էր, թե ինչպես պետք է լինի պաշտպանական համակարգը հարաբերակցության մեջ խորհրդարանական վերահսկողության հետ։ Նա հավատում էր, որ պաշտպանական համակարգը պետք է լինի ենթակա խորհրդարանին եւ պետք է հաշվետվություն տա իր գործողությունների մասին։ Բայց գործադիր համակարգի ուժեղացումից հետո պաշտպանական համակարգը դարձավ գործադիր համակարգի անմիջական վերահսկողության տակ։ Խորհրդարանը կարող էր քննարկել պաշտպանական հարցերը, բայց իրենց ազդեցությունը սահմանափակ էր։ Պաշտպանական համակարգը գործում էր գործադիր համակարգի հրահանգներով եւ ոչ թե խորհրդարանական հսկողության տակ։ Սա ստեղծեց մի իրավիճակ, որտեղ պաշտպանական համակարգը կարող էր գործել առանց քաղաքացիական վերահսկողության։ Մկրտչյանը հավատում էր, որ քաղաքացիական վերահսկողությունը անհրաժեշտ է, ապահովելու, որ պաշտպանական համակարգը չի վերածվում ինքնուրույն ուժի։ Նա պնդում էր, որ պաշտպանական համակարգը պետք է ծառայի ժողովրդին եւ լինի հաշվետու նրանց առջեւ։ Հիմա խոսենք այն մասին, թե ինչպես աշխատում էր Արցախի միջազգային ճանաչման հարցը։ Արցախը չէր ճանաչված որպես անկախ պետություն միջազգային համայնքի կողմից։ Դա էր մեծ խնդիր, քանի որ միջազգային ճանաչումը կարող էր բերել տնտեսական, քաղաքական եւ անվտանգային առավելություններ։ Մկրտչյանի ժամանակաշրջանում խորհրդարանը քննարկում էր միջազգային ճանաչման ռազմավարությունները եւ փորձում էր կազմակերպել դիվանագիտական ջանքեր։ Պետրոսյանը կազմակերպեց պատվիրակություններ եւ հանդիպումներ միջազգային կազմակերպությունների հետ։ Բայց գործադիր համակարգի ուժեղացումից հետո միջազգային ճանաչման հարցը դարձավ ավելի շատ գործադիր համակարգի պատասխանատվություն։ Քոչարյանը եւ հետագայում նրա փոխարինողները համակարգեցին միջազգային դիվանագիտությունը եւ փորձեցին ստեղծել կապեր տարբեր երկրների հետ։ Սակայն միջազգային ճանաչումը չի եղել։ Արցախը մնում է ոչ ճանաչված պետություն։ Դա ստեղծում է շարունակական խնդիրներ տնտեսության, միջազգային հարաբերությունների եւ անվտանգության համար։ Մկրտչյանը հավատում էր, որ միջազգային ճանաչումը հնարավոր է, եթե Արցախը ներկայացվի որպես ժողովրդավարական եւ թափանցիկ պետություն։ Նա պնդում էր, որ միջազգային համայնքը ավելի հավանական է ճանաչել մի պետություն, որը պահպանում է մարդու իրավունքները եւ գործում է ժողովրդավարական սկզբունքներով։ Բայց գործադիր համակարգի ուժեղացումը եւ խորհրդարանական համակարգի թուլացումը ստեղծեցին մի իրավիճակ, որտեղ միջազգային համայնքը տեսնում էր Արցախը որպես ավելի շատ ուժային համակարգ, քան ժողովրդավարական պետություն։ Դա կարող էր դժվարացնել միջազգային ճանաչման ջանքերը։ Հիմա խոսենք այն մասին, թե ինչ եզրակացություններ կարելի է անել Մկրտչյանի հեռանալուց հետո տեղի ունեցած փոփոխությունների մասին։ Առաջին եզրակացությունը. Մկրտչյանի մահը դարձավ շրջադարձային կետ Արցախի քաղաքական համակարգում։ Խորհրդարանական գիծը, որը նա ներկայացնում էր, կորցրեց իր հիմնական խորհրդանիշը եւ չկարողացավ պահպանել նույն ազդեցությունը։ Երկրորդ եզրակացությունը. Գործադիր համակարգը ստացավ առաջատար դիրք եւ սկսեց աշխատել ավելի շատ կենտրոնացված մոդելով։ Դա թույլ տվեց արդյունավետ որոշումներ կայացնել ճգնաժամային պայմաններում, բայց միաժամանակ նվազեցրեց թափանցիկությունը եւ քաղաքացիական վերահսկողությունը։ Երրորդ եզրակացությունը. Ռեսուրսների հոսքերը դարձան ավելի կենտրոնացված եւ ավելի քիչ թափանցիկ։ Դա ստեղծեց հնարավորություններ կոռուպցիայի համար եւ նվազեցրեց հասարակական վստահությունը։ Չորրորդ եզրակացությունը. Քաղաքացիական հասարակությունը թուլացավ։ Հասարակական կազմակերպությունները, մեդիան եւ հասարակական մասնակցությունը նվազեցին, քեցին, քանի որ մարդիկ զգացին, որ իրենց ձայնը նշանակություն չունի։
5-րդ եզրակացությունը։ Արցախի քաղաքական համակարգը դարձավ ավելի շատ ուժային, քան խորհրդարանական։ Դա կարող էր ապահովել կայունություն կարճաժամկետ հեռանկարում, բայց երկարաժամկետ հեռանկարում ստեղծեց հարցեր ժողովրդավարության և հասարակական մասնակցության մասին։ Մկրտչյանի ժառանգությունը մնում է որպես հարց. ինչպես կարող էր լինել Արցախի զարգացումը, եթե Մկրտչյանը շարունակեր ղեկավարել խորհրդարանը։ Արդյոք խորհրդարանական ժողովրդավարությունը կարող էր պահպանվել նույնիսկ պատերազմային պայմաններում։ Արդյոք թափանցիկությունը և քաղաքացիական մասնակցությունը կարող էին ապահովել ավելի արդար և կայուն զարգացում։ Այս հարցերը մնում են բաց, բայց հիմա հասկանալի է մեկ բան. երբ Արթուր Մկրտչյանը 1.5 ժամում մահացավ իր բնակարանում, Արցախի քաղաքական համակարգը փոխվեց։ Խորհրդարանական գիծը թուլացավ, իսկ ուժային և ճգնաժամային կառավարման համակարգը ուժեղացավ։ Իսկ այդ փոփոխությունը ստեղծեց հետևանքներ, որոնք զգացվում են մինչ օրս։ Այս է պատմությունը Արթուր Մկրտչյանի մասին և այն մասին, թե ինչպես նրա հեռանալուց հետո փոխվեցին իշխանության հոսանքները Արցախում։ Հետքերը դեռ մնում են, և լռությունը դեռ պահպանում է շատ գաղտնիքներ։ Բայց հիմա դուք գիտեք, որ պատասխանը սկսվում է հենց այն պահից, երբ մի մարդ հեռացավ, և այն մյուսները, ովքեր սպասում էին, ստանձնեցին իրական ուժը։ Արցախի պատմությունը շարունակվում է, և մի օր, միգուցե, ողջ ճշմարտությունը կհրապարակվի։ Բայց մինչ այդ մենք ունենք միայն փաստերը, վկայությունները և այն լռությունը, որը շրջապատում է Մկրտչյանի մահը։ Հարցերը շատ են, պատասխանները քիչ։ Բայց մի բան հստակ է. Արթուր Մկրտչյանի հեռանալուց հետո Արցախում իրական ուժը ստացավ ոչ թե խորհրդարանական համակարգը, այլ ուժային գործադիր համակարգը, որը նրա փոխարեն դարձավ Արցախի ապագայի սահմանողը։